Զանգեզուրի միջանցքի հարցն այլևս հասցեագրված է եւ արդիական չէ Կոպենհագենի հայտարարությունից հետո։ Ճեպազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, շարունակելով պնդել, որ թեմային անդրադառնալու օբյեկտիվ հիմքեր չկան, հավելելով Վաշինգտոնյան համաձայնագրերով կա թրիփ նախագիծ Հայաստանի տարածքում եւ այլևս ոչինչ։ Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգների հետ թրիփ ուղի նախագծի շուրջ աշխատանքներին, ես էլի կարծեմ երեկվա իմ ելույթում էր ընդհանրապես նախագծերի իրականացման մասին մեր պատկերացումները տենց մի քիչ մոնտաժված են։ Մեզ թվում է, որ երբ որ մենք ասում ենք դե թրիփ ուղի, ասեն հաջորդ օրը բոլորս վազում ենք եւ նստում ենք բաները, էքսկավատորները, ինքնագնացները եւ սկսում ենք դա process է։ Ցանկացած շինարարություն, ցանկացած նախագծի իրականացում եւ սա էլ իմիջիայլոց կապ ունի մեր իմացության խնդիրների հետ, որտեղ օրինակ Հայաստանում բնակելի տների շատ մեծ մասը սկզբունքով է կառուցվել։ Բայց տուն չսարքենք մի հատ, բայց սարքենք, ուրա, բա լապատկեն, քարը, ցեխը, դավայ բերեք, ու սկսեցին։ Մեր տունն էլ է տենց կառուցվել, մեր հարևանների տունն էլ է տենց կառուցվել, համոզված եմ շատերի ծանոթ, բայց մենք պետքա փոխենք, ոչ, սկզբից դա պետքա շատ մանրամասն նախագծվի, եւ այլն, եւ հաշվարկներ արվի։ Հետո դրանից է, որովհետեւ պարզվում է քարը ավելացավ, ցեմենտը պակասեց, պատուհանները չգիտեմ, հետո ստիպված են գնում նոր շուշաբանդներ եւ այլն։ Հիմա մենք աշխատում ենք բովանդակային տեքստի վրա, նախագծի բովանդակության գեներացման վրա։ Պաշտոնական Երևանի դիրքորոշումը Հայաստանի սահմանադրության վերաբերյալ չի փոխվել, ընդգծել է վարչապետը։ Հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ, ես ուզում եմ եւս մեկ անգամ արձանագրել, որ դա անառարկելի փաստ է Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի միջեւ խաղաղություն է հաստատված։ Ընդ որում ես ասեմ, թե չասեմ, ես կարող եմ ասել, ես կարող եմ չասել։ Դա իրողություն է եւ այդ իրողությունը կարծում եմ նույնիսկ դժվար է չնկատել։ Հաջորդ հարցի վերաբերյալ սահմանադրության հետ կապված մենք մեր դիրքորոշումները արտահայտել ենք եւ մեր դիրքորոշումների փոփոխության մասին չենք հայտարարել, այս շաբաթ մեր դիրքորոշումները չեն փոխվել։ Դա եթե մենք նման հարց բարձրացնենք, կնշանակի մենք հակասում ենք մեր դիրքորոշումներին։ Իսկ ո՞րն է մեր դիրքորոշումը։ Մեր դիրքորոշումն է, որ հիմա արդեն նախաստորագրված խաղաղության համաձայնագրի տեքստում այդ խնդիրը լուծված է։ Դե յուրե ամբողջությամբ եւ համապարփակ կերպով լուծված է։ Սահմանադրության թեման մենք արտաքին քաղաքական օրակարգի ոչ մի ուղղությամբ չունենք։ Սահմանադրության փոփոխության թեմա մենք չունենք։ Մենք սահմանադրության հետ կապված ունենք ներքին օրակարգ եւ այդ ներքին օրակարգի վերաբերյալ հստակ աներկբա հայտարարվել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության 7-րդ համաժողովի ընդունած հռչակագրում։ Ինչ վերաբերվում է որևէ քաղաքական ուժի գրանցվել չգրանցվելուն, ես այդ թեմաների հետ չեմ առնչվում, որովհետև դա իրավական գործընթաց է։ Ես նույնիսկ ոչ լսել եմ կարծիքներ, որ դա պետքա գրանցել, ոչ լսել եմ կարծիքներ, որ դա պետքա չգրանցել, որովհետև դա ինձ հետ առնչություն չունեցող թեմա է։ Կան ընթացակարգեր, կան օրենքներ եւ կարծում եմ, որ այդ տրամաբանությամբ, այսինքն իրավական հարցը իրավաբանները թող պատասխանեն։ Փաշինյանը հերքել է, թե հայ առաքելական եկեղեցու վրա հարձակումն իրականացվում է իր հրահանգով, պատասխանելով հարցադրմանը, թե արդյոք հնարավոր է եկեղեցու վրա հարձակումը խաղաղության գործընթացի մաս է կազմում, քանի որ այդ գործողությունները համընկնում են Ադրբեջանի հոգևոր առաջնորդի քննադատություններին հայ առաքելական եկեղեցու հասցեին։ Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու թղթերում որևէ տեղ գրած չի, որ կաթողիկոսի պաշտոնում գտնվող անձը եւ եկեղեցին նույնական է։ Որևէ տեղ գրված չի, որ եպիսկոպոսը եւ եկեղեցին նույնական են։ Հայաստանյաց առաքելական եկեղեցու պատմության մեջ եղել են
մի շարք, եթե ոչ բազմաթիվ դեպքեր, երբ օրինակ կաթողիկոսը պաշտոնանկ է արվել, հրաժարական է տվել եւ գնացել։ Այսինքն իսկ ինչ է տեղի ունեցել դրանից հետո։ Դրանից հետո ինչ է տեղի ունեցել։ Մենք դրա արդյունքում եկեղեցին փլուզվել է, ոչ չի փլուզվել։ Էլ չեմ ասում նախկինում Հայաստանում դեպքեր եղել են, երբ որ եպիսկոպոս քրեական պատասխանատվության է ենթարկվել եւ տարիներ է անցկացրել բանտում։ Հիմա իմիջայլոց եթե ես իմ լրագրողական տարիներից եմ դա հիշում, բայց ես հասկանում եմ, որ մեր իրականության մեջ այդ հիշողությունը չկա։ Քրեական օրենսգրքով առնվազն կալանավորվել է եւ երկար ժամանակ, չգիտեմ, դատավճիռ եղել է թե չէ։ Եթե չեմ սխալվում, նույնիսկ անունը կարող է հիշեմ։ Կարծեմ Ասողիկ Սրբազան Ասողիկ եպիսկոպոսը կալանավորվել է քրեական օրենսգրքով եւ դա ինչ է տեղի ունենում։ Ինչ վերաբերվում է ձեր հարցին, որ հնարավոր է, ոչ հնարավոր չի։ Որտեղ նման բան չի կարող տեղի ունենալ։ Հիմա եթե դուք ես անկեղծ ասած դուք եք հետևում, ես չեմ հետևում Ադրբեջանի հոգևոր առաջնորդի հայտարարություններին եւ ես բան չունեմ ասելու, ես գուցե շատ մեծ թերություն է, բայց ես չեմ հետևում։ Նույնիսկ միջազգային հարթակներում Ադրբեջանի հոգևոր առաջնորդի արած հայտարարություններին Իսկ թե ընտրություններում ով կհաղթի, ով կպարտվի, այդ հարցերի պատասխանը կտա ժողովուրդը։ Գիտեք ինչ, քաղաքացիական պայմանագիր կուսակցության 7-րդ համաժողովի հռչակագրում արձանագրվել է, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում դիմելու է ժողովրդին ընտրություններին մասնակցելու եւ քաղաքական գործունեության ձևով Հայաստանի կառավարման մանդատը եւս 5 տարի երկարացնելու հարցով։ Սա ընդ որում մենք դա անում ենք հռչակագրով։ Մենք դա արձանագրում ենք հռչակագրով։ Ինչ վերաբերվում է մեր շանսերին, մեր բոլորի շանսերի մասին գնահատականը կտա ժողովուրդը։ Այն որ մենք գիտենք, որ ես ինքս ասացի կուսակցության 7-րդ համաժողովի ելույթում, որ այն քաղաքականությունը, որ մենք իրականացնում ենք եւ իրականացրել ենք 2021 թվականից ի վեր, այդ քաղաքականության հեղինակը ժողովուրդն է։ Այդ քաղաքականության հեղինակը մենք չենք, այդ քաղաքականության հեղինակը ժողովուրդն է, որը շատ ավելի իմաստուն է, քան ցանկացած քաղաքական գործիչ կամ ցանկացած քաղաքական ուժ։ Այստեղ մի խնդիր ունի ժողովուրդը, որ ժողովուրդը մի միասնական ձեռք չունի, որ վերցնի եւ այդ ծրագիրը գրի եւ նաեւ 2021 թվականի ընտրությունների քարոզարշավի արդյունքներով եւ հետագա հաղորդակցության արդյունքներով մենք ենք դարձել այն ձեռքը, որը ձևակերպել է այդ ծրագիրը իրական Հայաստանի գաղափարախոսության տեսքով եւ իրականացնում է այդ ծրագիրը եւ ակնհայտ է ինձ համար, որ ժողովուրդը աջակցում է, պաշտպանում այդ ծրագիրը։ Հակառակ դեպքում եկեք հետահայաց նայենք 2021 թվականից այսքոմ իրադարձությունները։ Իմիջայլոց, եթե փաստորեն ըստ էության արվում է քաղաքական կանխատեսում, չէ՞։ Հիմա եկեք հետ գնանք, տեսնենք ինչ էին ասում այդ մարտիկ 2025 թվականի հունվարին։ Թե ինչ է տեղի ունենալու։ Ամեն օր գուժում էին, որ պատերազմա լինելու եւ այլն։ Ես ինչ էի ասում։ Ես ասում եի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ չի լինելու պատերազմ։ Լինելու է խաղաղություն։ Գնանք 2024 թվականի հունվար, տեսնենք ինչ էին ասում։ Այսինքն, ինչի համար եմ ասում։ Ասում եմ, որպեսզի դուք գնահատեք ոմանց կանխատեսելու ընդունակություններ։ Իրանք 2021 թվականի ընտրություններին էլ էին այդ ասում։ Այդ չէին ասում։ Ասում էին, որ ձեր նշած անձը ասում էր, որ իրենք ասում են, որ պարտվելու են ընտրություններում։ Ասում են, որ քաղաքացիական պայմանագիրը հաղթելու է 2021 թվականի ընտրություններին։ Այդ մարդիկ ամբողջ համոզվածությամբ ասում էին, որ իրենք հաղթելու են ընտրություններին։
Ճիշտ է, ասում էին, որ հաղթելու են, իրանք էլ գալու են, գնդակահարելու են, էս են անելու են։ Ինչ եղավ։ Եղավ են, ինչ եղավ։ Հաղթեց ով։ Հաղթեց ժողովուրդը։ 100% կարող եք վստահ լինել, որ 2026 թվականի խորհրդանական ընտրություններում հաղթելու է ժողովուրդը։ Գնդակը ընդդիմության դաշտում է Նիկոլ Փաշինյանն, այլևս քաղաքական դաշտում որոշողը չէ։ Որոշողը ընդդիմադիր դաշտն է, ասել է Հայաստանի ԵՍ նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը։ Ամբիցիաներից զուրկ, չեմ ասում, այդպես ասել լավ գալիս ենք աշխատենք ու ոչինչ բան չենք ցել։ Այդպես էլ չի լինի, բնական է։ Բայց տրամաբանված, փաստարկված կգան աշխատանքային սեղանի շուրջ կնստեն, ապա տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի իշխանազրկում։ Յուրաքանչյուր իր առանձին ամբիցիայով կշարժվի առաջ, ապա տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի վերարտադրություն, ընդդիմադիր մի քանի այսպես մանդատ ստացած պատգամավորները հետագայում կդժգոհեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության կորստից, անկախության կորստից եւ այսպես շարունակ։ Ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է, երբ Ալիևը հայտարարում է, որ Լաչինը որպես ԱՊՀ այս տարվա մշակութային մայրաքաղաք հռչակելը կարևոր է արևելյան Զանգեզուրի զարգացման առումով, տեսնես կառավարական որևէ կաբինետում մտածում են, թե արևմտյան Զանգեզուրը ըստ ադրբեջանական լոգիկայի որտեղ է գտնվում։ Դեռ չեմ խոսում, որ այդ հայտարարություններն արվել են Հայաստանի կառավարչի ներկայությամբ, որին տեղում բացի շողոքորթությունից ոչինչ չի հնչել։ Հասկանալի է, որ հոգևորականների, քաղաքական ընդդիմախոսների գրպանը հոդված մտցնելն ու հեծանվային արշավներով լսարան զբաղեցնելը դաժանակիր զբաղմունք է, սակայն մեր հասարակությունը պետք է հստակ իմանա, որ Բաքվի գաղափարական եւ ռազմավարական պլանավորումներում Հայաստանի մի հսկայական հատված ադրբեջանական տարածքային նկրտումների տիրույթում է։ Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին մեկնաբանել է Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահներ Իլհամ Ալիևի եւ Վլադիմիր Պուտինի միջև Դուշանբեում վերջերս կայացած հանդիպումը։ Ըստ Սաակաշվիլիի, Ալիևը պաշտպանել է ամբողջ Կովկասի պատիվը Ռուսաստանի հետ հարաբերություններում եւ օրինակ ծառայել բոլորի համար պատահական չէ, որ արևմուտքում նրանք, ովքեր նախկինում խուսափում էին Ադրբեջանից, այժմ հերթ են կանգնում այդ երկրի նախագահային իրենց հարգանքի տուրքը մատուցելու համար, հավելել է Սաակաշվիլին։ Ֆրանսիայի խորհրդանի ստորին պալատը ազգային ժողովը դեմ է քվեարկել ծայրահեղ ձախակողմյան անհնազանդ Ֆրանսիա կուսակցության կողմից նախաձեռնված վարչապետ Սեբաստիան Լեկորնյուի կառավարությանն անվստահություն հայտնելու վերաբերյալ բանաձևին։ Անվստահության քվեի ընդունման օգտին տրվել է 271 ձայն։ Որոշման ընդունման համար անհրաժեշտ մեծամասնություն չի հավաքվել։ Անվստահության քվեն չի ընդունվել, հայտարարել է ազգային ժողովի նախագահը։ Կառավարության հրաժարականի համար անհրաժեշտ է նվազագույնը 289 ձայն։ Վարչապետի պաշտոնը ստանձնած զինված ուժերի նախկին նախարար Լեկորնյուն հոկտեմբերի 5-ին հայտարարել է նախարարների կաբինետի կազմը, փոխարինելով Ֆրանսուଆ Բայրուի կառավարությանը, որը հրաժարականներ տվել սեպտեմբերի սկզբին։ Լեկորնյունի առաջարկած կազմում ներառված են եղել նախկին կառավարության նախարարներից զգալի թվով անձինք։ Հաջորդ օրը վարչապետը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին հրաժարականի դիմում է ներկայացրել, որը նախագահն ընդունել է, սակայն Լեկորնյուին հանձնարարել է խորհրդակցություններ անցկացնել քաղաքական կուսակցությունների հետ ճգնաժամից դուրս գալու վերաբերյալ, իսկ մի քանի օր անց Մակրոնը նրան կրկին վարչապետ է նշանակել։ Կառավարության շենքի դիմաց այսօր էլ բողոքի ակցիան են շարունակել բեռնափոխադրում իրականացնող վարորդները, նրանք պահանջում են ավելացնել դեպի Ռուսաստան բեռնափոխադրումների համար Ռուսաստանի օրենքով սահմանված 90 օրը եւ սահմանել 180 օր, քանի որ լինում են դեպքեր, երբ այդ ժամկետում չեն հասցնում։ Դրա հետևանքով վարորդները տուգանվում են, շատ դեպքերում էլ զրկվում այլ երկիր մոտ գործելու հնարավորությունից։ Այսօր առավոտյան էկոնոմիկայի նախարարի պաշտոնը զբաղեցնող Գևորգ Պապոյանը հանդիպել է վարորդների հետ, ասել այդ խնդրանքով զբաղվում են։ Պրոստը այդ ֆուրը հեշտ է քշելը թող իջնին, եթե սկան վարորդին դեպորտ երեցին, վարորդ չունեցանք այս Հայաստանի Հանրապետությունը, թող իրանք իջնին հեծանիվի տեղը թող ֆուր քշեն։ Նա եմ կարան քշեն, թող իջնին քշեն։ Ես չեմ կրնա քշեմ, ցավը տանին, ֆուրից բացի չեմ կրնա քշեմ։ Բայց որ այսքան ժողովրդին հացը կտրեցին, սաղ էս ազգի դարձերին էսի միշտ թող իջնին նայեմ կարան այդ հեծանիվի տեղը կոսկի քշեն այդ ֆուրը, այդ տանջանքն ու այդ ամեն ինչը իրանք տեսնին։ Մենակ այդ գերիչ բռնելը նստելով չէ այդ ամեն ինչը։ Նայեմ կնակ այդ բուտքի մեջը խոսքի 5 օր քնի։ Կամ մի օրը մեծ ժամը կարան նստին, չեն կարա։ Ասել եմ, որ այսօր հանդիպելու են ձեզ հետ ինչ ակնկալիքներ, սպասելիքներ։
Դե սպասենք մինչև իշին նայենք ինչ անք, ինչ ունենք։ Սպասում ենք։ Կան, շոֆերների մեջ հենց հիմա կան դեպորտ եղած։ Հենց հիմա դեպորտ եղած կան։